Սրտաբանին պետք է դիմել, եթե ունենք գլխացավեր, գլխապտույտներ, խշշոց ականջներում, որոնք պայմանավորված են զարկերակային ճնշման բարձրացումներով։ Սակայն պետք է արձանագրենք նաև, որ զարկերակային ճնշման բարձրացումը ոչ միշտ է ուղեկցվում գանգատներով, որովհետև գալիս է բուժառուն, արձանագրում ենք բարձր թիվ, ասում է բժիշկ ջան, սա ինձ համար նորություն է, ես երբևէ չեմ ունեցել։ Կատարում ենք այո, պարզապես չի չափել։ Մենք կատարում ենք էխոսրտագրություն եւ տեսնում ենք, որ արդեն պացիենտի մոտ կա սրտի ռեմոդելավորում, սրտի ձևախախտում, այսինքն պացիենտը չի զգացել, գանգատներ չի ունեցել, բայց ճնշումը հասցրել է վնասել սիրտը։ Հաջորդ գանգատը, որի առիթով բուժառուն պետք է պարտադիր դիմի սրտաբանի, դա հետկրծոսկրային շրջանի ցավերն են։ Հետկրծոսկրային շրջանում սեղմող, մռմռացող, այրող բնույթի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել սրտաբանի։ Այդ ցավը կարող է երբեմն ունենալ ատիպիկ տեղակայում, ուսագլուխներում, դաստակներում, ծնոտում, սրտխփոցների դեպքում, սրտի անկանոն աշխատանքի դեպքում, անհայտ պատճառով ուշագնացությունների դեպքում, երբեմն առանց որևէ գանգատի պետք է բուժառուն դիմի բժշկի, հատկապես այն բուժառուն, ով գտնվում է ռիսկի խմբում, ով ունի ժառանգական նախատրամադրվածություն սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ով ունի ընտանեկան հիպերխոլեստերինեմիա, ով ունի երիտասարդ տարիքում հանկարծամահություն ընտանիքում ունեցած, ավելորդ քաշ ունեցող, շաքարային դիաբետ ունեցող, նստակյաց բուժառուները, ովքեր ունեն ուղեկցող ռիսկի գործոններ, առանց որևէ գանգատի պետք է դիմեն սրտաբանի։